քարանձավում ապրող իրանցի ծերունին մեծ պատիժ է կանխատեսել իր երկրի վրա հարձակումների համար։ Մինչ համաշխարհային առաջնորդները արտակարգ հանդիպումներ են անցկացնում, իսկ Մերձավոր Արևելքը կրկին մոլեգնում է մայրաքաղաքներից և հեռուստատեսային տեսախցիկներից հեռու ապրող մարդու խոսքերը ժողովրդականություն են վայելում։ Իրանի Մազանդարան նահանգից խորհրդավոր գուշակ Սալմանը տարիներ շարունակ զգուշացրել է այս օրերին տեղի ունեցածի մասին։ Այն ժամանակ իհարկե ոչ ոք նրան չէր հավատում։ Հիմա նրա մարգարեությունները մեջբերում են միլիոնավոր մարդիկ։ Ծերունին ապրում է լեռներում գտնվող միայնակ քարանձավում։ Ասում են, որ նա շփվում է մահացածների հոգիների հետ և տեսնում երկրների ճակատագրերն այնպես հստակ, ինչպես սովորական մարդը տեսնում է արևածագը։ Նրա կանխատեսումներից շատերը արդեն իսկ իրականացել են։ Նա դեռ 2019 թվականին էր խոսել մոտալուտ պատերազմների և աղետների մասին։ Նա բազմաթիվ անգամներ զգուշացրել է մարդկանց բազմաթիվ աղետների մասին։ Երկրի վրա տեղի ունեցող ամեն ինչ կախված է մարդկային ձեռքերից։ Մենք ինքներս մեզ ենք ոչնչացնում։ Շատ շուտով արևելքում հրաբուխներ կժայթքեն, և սա Աստծո կամքը չի լինի։ Սա երկրի արձագանքը կլինի այն բանին, ինչ մենք այստեղ անում ենք, ասել է Սալմանը։ Թրամփը և Իրանը։ Անտեսված նախազգուշացում։ Դոնալդ Թրամփը հատուկ տեղ էր զբաղեցրել ավագի մարգարեություններում։ Սալմանը նրան անվանել է անկանխատեսելի և զգուշացրել, որ նրա քաղաքական հավակնությունները կհանգեցնեն մեծ աղետի։ Այս մարդը իսկապես աշխարհագրորեն իշխանություն է ուզում, այսինքն ընդլայնել իր աշխարհագրությունը։ 2026 թվականի վերջին օրերին Թրամփը հաստատեց ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի դեմ գործողությանը։ Վաշինգտոնն այն անվանեց կանխարգելիչ հարված։ Նպատակը ըստ պաշտոնական տարբերակի իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքի վերացումն էր։ Ավիահարվածների հետևանքով զոհվեցին ավելի քան 200 մարդ։ Զոհերի թվում էր նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պարտքերի մեջ չմնաց։ Հրթիռային հարձակումները հարվածեցին Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Պատասխան հարվածը հարվածեց նաև Պարսից ծոցի երկրներին։ Հակամարտությունը, որից այդքան վախենում էին փորձագետները, իրականություն դարձավ։ Այսպիսով, այս ամենի ֆոնին ինչ է սպասվում Հայաստանին և Եվրոպային։ Այս իրադարձություններից բացի հատկապես հետաքրքիր են Սալմանի կանխատեսումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Լինելով Իրանի ամենամոտ բարեկամ երկրներից մեկը, Հայաստանը չէր կարող բացակայել նրա կանխատեսումների շարքից։ Ինչպես և կանխատեսվում է, դեռ 2020 թվականից ավագը ասել է. «Մեր երկիրը մեծ ապագա ունի, թեև ոչ առանց դժվարությունների»։ Հայ հոգևորականությունը կբարձրանա 2 տարի անց 2028 թվականին Հայաստանը շատ պայծառ ապագա կունենա։ Այն կդառնա աշխարհի շատ ուժեղ տերություն։ Շատ երկրներ պատիվ կունենան բարեկամ լինել Հայաստանի հետ, կանխատեսել է նա։ Իսկ այն երկրները, ովքեր որ կհամարձակվեն ոտ մեկնել Հայաստանի հետ, ապա կպատժվեն Աստծո կողմից։ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հեղեղները կհեղեղեն հին աշխարհը, և Եվրոպայի ներկայիս առաջնորդներն անկարող կլինեն հաղթահարել այս մարտահրավերները։ Սալմանը հատկապես կոշտ էր Էմանուել Մակրոնի քննադատության մեջ։ «Ես կարող եմ անմիջապես ասել, որ այս մարդը որոշումներ է կայացնում միայն իր զգացմունքների հիման վրա, և հետո նա անվստահ է, թե արդյոք ճիշտ է որոշում կայացրել։ Նա անվճռական է, նա հավակնոտ է, բայց իր ոլորտում ոչնչի չի հասնի»։ Մոլորակը հոգնած է։ Սալմանը կանխատեսում է, որ Իրանն ինքը կբախվի ծանր փորձությունների, արտաքին սպառնալիքները կխորացնեն ներքին ցնցումները, սակայն նրա գլխավոր նախազգուշացումը վերաբերում է ամբողջ մոլորակին։ Մարդիկ չարանում են, մեծ վնաս են հասցնում իրենց ժողովրդին, պատերազմներ են սկսում, նրանք դա անում են միայն ունայնությունից դրդված, ասում է նա։ Նա նաև նշել է, որ երկիրը հոգնել է մարդկային կեղտից և այն կարձագանքի, անպայման կարձագանքի, հրաբխային ժայթքումների, պատերազմների, սովի տեսքով, և այս ամենը պարզապես մոլորակի արձագանքը կլինի այն բանին, ինչ մենք անում ենք։ Երկիրը պատասխան կտա նրանց գործողությունների համար, ովքեր լվացվում են արյունով։ Փոշի, սա է, ինչ սպասում է մեզ բոլորիս։ Ամեն ինչ ոչնչի կվերածվի, եթե մարդկությունը ի վերջո չխելագարեցնի մոլորակին, փորձել է զգուշացնել մարդկանց ավագը։ Այսօր, երբ Մերձավոր Արևելքը կրակի մեջ է և Իրանի և Միացյալ Նահանգների միջև
առճակատումը սպառնում է վերածվել համաշխարհային աղետի, լեռնային ճգնավորի խոսքերը հնչում են որպես վերջնական նախազգուշացում. արդյոք նրանք այս անգամ կլսեն նրան, թե ոչ։ Եվ այսպիսով, ի լրումն այս ամենին ասեմ, որ իմ կարծիքով նման կանխատեսումները պետք է ընդունել ոչ թե որպես անպայման իրականություն դառնալու նման մի բան, այլ որպես նախազգուշացում մարդկության համար։ Պատմության ընթացքում իհարկե շատ մարդիկ են փորձել կանխատեսել ապագան, տարբեր նշանների եւ իրենց համոզմունքների հիման վրա։ Երբեմն դրանցից որոշները պատահաբար համընկել են իրական իրադարձությունների հետ, իսկ երբեմն էլ պարզապես մնացել որպես ենթադրություններ։ Սակայն մի բան ակնհայտ է՝ աշխարհում լարվածությունը, պատերազմները եւ բնության հետ մարդու անհոգ վերաբերմունքը իսկապես կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ։ Այդ պատճառով նման պատմությունները մեզ հիշեցնում են, որ մարդկությունը պետք է ել ավելի խելամիտ լինի իր գործողություններում, խուսափի պատերազմներից եւ ավելի պատասխանատու վերաբերվի բնությանը։ Իմ կարծիքով ապագան ամբողջությամբ կախված չէ մարգարեություններից կամ կանխատեսումներից, այն մեծ մասամբ կախված է հենց մեր որոշումներից եւ գործողություններից։ Եթե ժողովուրդներն ընտրեն խաղաղությունը, համագործակցությունը եւ խելամիտ զարգացումները, ապա նույնիսկ ամենամռայլ կանխատեսումները կարող են երբեք իրականություն չդառնալ։ Ուրեմն այսպիսով եկեք միմիայն բարին գործենք եւ տարածենք մեր շուրջը, եւ տիեզերքն էլ ի պատասխան մեր բարի գործերի մեր նկատմամբ բարի լինի։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե քեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա մի մոռացիր բաժանորդագրվելու մասին, սեղմիր հավանել կոճակը եւ իհարկե կիսվիր այս տեսանյութով քո ընկերների հետ։ Շնորհակալություն, խաղաղություն ամենքիս։